Ժորժան, Չինաստան եղել եք, եթե ոչ, ապա խորհուրդ եմ տալի անպայման գնացեք ու չմոռանաք Շեն քաղաքը մտնեք, որտեղ այդ քաղաքը ապրում է 2000, երևի թե 50 կամ 2100 թվականի մեջ արդեն համեմատած Հայաստանի, Ամերիկայի կապ չունի։ Նրանք շատ առաջ են Ժորժան եւ այնտեղ բոլոր մեքենաները էլեկտրական են եւ ես գիտեք ինչ արեցի, սենց խաչմերուկում կանգնած, ուրեմն աչքերս փակեցի ու սենց ցիտիկների ձայներ էի լսում, ոչ մի մեքենայի ձայն, քեզ թվում է, որ սենց ինչ որ մի հատ բնության գիրք ես նստած եւ հենց բացում ես, տեսնում ես սենց ինչ որ զբաղված ուժեղ խաչմերուկ կա, որտեղ մեքենաներ, մոտոներ, իմիջիալոց մոտորներն են էլեկտրական։ Հիմա մինչ արևմտյան մամուլը զբաղված է քեզ ուրիշ բաներով չեղելով, Չինաստանը լուր ստեղծում է մի ապագա, որը նման է գիտա-ֆանտաստիկ ֆիլմ։ Արհեստական բանականություն Ժորժան շատ եք լսել, մեքենաներ, որոնք մտածում են, քաղաքներ, որոնք աշխատում են առանց մեկ մարդու Ժորժան, դա գտնվում է Չինաստանում։ Եվ ամեն բնակավարում աննկատ, բայց արագ Չինաստանը առաջ է գնում։ Սա միայն խելացի քաղաքների կամ թռչող տաքսիների մասին չեմ խոսում Ժորժան Չինաստանի։ Չինաստանը կառուցում է առավել վտանգավորը ռոբոտների բանակ է կառուցում Ժորժան։ Երբ տեսնեք, թե ինչ կարող են անել այդ մեքենաները, կհասկանաք, որ ապագան չի գալիս, ապագան արդեն եկել է։ Եկեք սկսենք պիցայի առաքումից, հիշում եք, երբ պիցայի համար, հիշում եք չէ, մենք ստեղել ենք սպասում 30-ից 35 րոպե, Չինաստանը ասում է վերջ այդ 35 րոպեներին, այսօր նրանք ունեն ամբողջական ցանց, որտեղ դրոնները քո ուտելիքը բերում են 15 րոպեում, Ժորժան, ընդամենը 15 րոպե է տևում, ես օգտվել եմ այդ, կոչում են Main-Tuan, տենց էր կոչում եւ նրանք կատարել են արդեն 300,000 դրոնային առաքում։ Գյուղերում GD.com-ի դրոնները կարող են տանել 5-ից 30 կիլոգրամ բեռ։ Իրենց անվանում են բեռնատար երկնքում, այսինքն թռակը երկնքում։ Ուրեմն սենց մի հատ կառոպկա է, Ժորժան, հեսա ես այդ ամեն ինչը կդնեմ կտեսնեք։ Բուտկայա սարկած, որտեղ դրոնը բերում է առաքումը տիչացնում է, կնոպկեն սխում ես, կոդը հավաքում ես, որը արդեն ունես, բացվում է եւ դու քո պիցան կամ բուրգերը կամ ինչ որ ուտելիքը, որտեղից որ պատվիրել ես, վերցնում ես